Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արցախցուց դիմումներն մարդու իրավունքների եվրոպական դատարանի սայթումը պատմական բեկում լույսատեսալ Western Armenia շաբաթաթերթի 112-րդ համարը։ Չեխահայ Մոնիկա Հարությունյանը Հայաստանագեղեցկուհի 2026 ազգային մրցույթի հաղթող։ Արևելյան Հայաստանը հանրային հեռուստաընկերությունը խուսափ հնչեցնե Արցախ բառը։ Անասնապահությունը Ախալքալաքա մունիցիպալիտետումը 2020 թվականի փախստականներին մոռացալն գիտում չն իրանց խնդիրներին հետի հյուրդիմին Շուշվա բնակիչ Ազնավուրի եղանկող հիթը հնչալը Սուպեր Բաուլի շոուի ընթացքում հայկական ձվածեղ։ Հարգելի արցախցիներ, ուրախությունով տեղեկացնում ենք վեր ձեր ներկայացրած դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը արդեն հասանելի է մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքում։ Սա կարևոր ու խորհրդանշական քայլ է միջազգային իրավական հարթակում ձեր ձայնի լսելիության ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Դիմումները դատարանը ներկայացրալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հյուր հետևողական ու նպատակասլաց աշխատանքը տռալ այս գործընթացի առանցքային հիմքը։ Իրան ջանքերի շնորհիվ մեր պահանջը դուրս եկալ միջազգային իրավական հարթակ ու ստացալ պաշտոնական ընթացք։ Այս զարգացումը կարելի է գնահատել որպես նշանակալի առաջընթաց ու մեծ հաղթանակ Արևմտյան Հայաստանը Արցախաբնիկայության հետի։ Դա ոչ միայն իրավական քայլ է, այլ նաև հույսի ու վստահության խորհրդանիշ Արմենակ Աբրահամյանի առաջնորդությունով նույն շարունակելու ենք առաջ շարժվել դեպի արդարության վերականգնում ու մեր իրավունքների լիարժեք ճանաչում։ Յուրան գործնանվիրումը մեզ առաջնորդում ըմբիդ ավելի պայծառ ու արժանապատիվ ապագա։ Արդարության ճանապարհը կարե կանինի, բայց այս փուլը վկայում է մեր պայքարը կազմակերպված է իրավական ու տեսանելի միջազգային հարթակում։ Western Armenia շաբաթաթերթին թեզը համարը կարդացողների ուշադրությունը հրավիրում Արևմտյան Հայաստանի մշակութային ու պատմական խորհրդանիշների իրան։ Համարում տեղընճարալ թեմաներ Արարատ լեռը, ձյունաճերմակ շղարշավ, Արաքս հանդեսը ու հայ կերտարվեստի ժառանգությունը, Մհերի դուռը, Ուրարտույց սրբազան խորհուրդներով, Շապիկի ներկայացված Արևմտյան Հայաստան այբուբենը հայկական ինքնության ու մշակութային հիշողության խորհրդանիշ վերը փոխանցում է ժողովրդի պատմությունը Իրան իսկ ցերքավը։ Թերթը հրատարակվում է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն, տարածելով հայկական մշակույթն ապիցրցնել Արևմտյան Հայաստան միջազգային ճանաչումը։ Փետրվարի 8-ին Երևանում կայացած Հայաստանագեղեցկուհի միջազգային մրցույթում հաղթալակ 28 տարեկան չեխահայ Մոնիկա Հարությունյանը ընտրվելով 15 մասնակիցների միջից։ Պրահայում ծնված Մոնիկան ոչ միայն գեղեցկությունով առանձնացալ, ինքը Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն է, ատամնաբույժ հիգիենայի մասնագետ, ինչպես նաև 2020-ից հետո կամավոր աջակցալ է վիրավորում ստացած հայ զինվորներին ու ներգրաված է իլել բարեգործական ծրագրերում։ Յուրան ասելավը, այս հաղթանակը վերջապես կապալա Յուրան Հայաստանին, երազել իսալել Հայաստանի դրոշի տակի հանդեսկյա 2026-ին Մոնիկան Հայաստան ներկայացնական է Միս Աշխարհ մրցույթում։ Գեղեցկության այս պատմությունը թեզ է սկսվում։ Ձմեռային օլիմպիական խաղերում Արևելյան Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը չնայած խոչընդոտին հանդես եկալ Արցախ երգի ներքո։ Բաքվի բողոքից հետո իրանց պարտադրալն կոմպոզիցիա անվանումից հեռացնել Արցախ բառը, թեև զույգը շարունակալ է հանդես գալու նույն երաժշտությունը։ Որպես հակառակորդի պահանջի շարունակություն Արցախ եզրույթը կրճատալ է նաև Արևելյան Հայաստանը հանրային հեռուստաընկերությունը։ Արա Գևորգյանի հրաշալի երաժշտությունը այսպես երաժշտություն ներկայացրել է պետական հեռուստաալիքը։ Ախալքալաքա մունիցիպալիտետը շարունակում է պահպանել Յուրան գյուղատնտեսական ներուժը, ըստ հաշվառված 19248 կգ խոշոր եղջերավոր անասուն ու 40633 թռչուն, բայց այս թվերի հետևում նկատելի են անհանգստացնող միտումներ, չնայած անասնապահությունը շարունակում է մնալ կենսական նշանակության ոլորտ, վերջին տարիներին մի քանի շենում արձանագրվել է ֆերմերային տնտեսությունների թվի անկում։ Ավանդաբար հողագործությունով ու անասնապահությունով զբաղվող բնակիչները կաղնած են լուրջ խնդիրների ռճի, արոտավայրերի սահմանափակում, կատնամթերքի ցածր գներ, ինչին դեռ շատերը կրճատան անասունների գլխաքանակը, հատկապես քաղաքին կողքին գտնվող շեներում խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը զգալիորեն նվազել է։ Խոշոր եղջերավոր անասունների ամենամսթիվը գրանցված է Արցախում, վերին հաջորդում են Հոկամնա Դիլիսկան։ Խոզերի ընդհանուր գլխաքանակը կազմում է 10553, որոնց մեծ մասը պահվում է քաղաքամերձ շեներում, առաջատար դիրքում Դիլիսկանը, ապա Կարտիկամնա Վաչյանը։ Մունիցիպալիտետում կա նաև 7990 ոչխար ու ընդամենը 520 այծ, ինչը վկայում է մանր եղջերավորների համեմատաբար կուճի տարածվածության մասին։ Թռչնաբուծության ոլորտում հաշվառվել է 38618 հավ, 165 կահավ ու 350 սակ։ Հավերի ամենամեծ քանակը Կարտիկամում է, ապա Վաչյանում ու Սուլդայում։ Հնդկահավերի առաջատարը Պոտենան է, իսկ սագերի Գոգաշենը։
Հատկանշական է մեղվաբուծության զարգացումը, շեներում հաշվառված է 3182 մեղվանդանիք, ինչը կարող է դառնալ ոլորտի դիվերսիֆիկացման ու եկամտի լրացուցիչ աղբյուր։ Թեև նախորդ տարիների համեմատական տվյալների բացակայությունը թույլ չի տամ հաշվարկել հստակ աճ կամանկում, ներկայացված վիճակագրությունը հստակ նշանցատա մի քանի կարևոր միտում՝ անասնապահության կրճատում, քաղաքամերձ շեներում, անասունների կենտրոնացում որոշ համայնքներում, մանր եղջերավորների սահմանափակ քանակ ու մեղվաբուծության աստիճանական զարգացում։ Այս միտումները պահանջում են ոչ միայն թվերի արձանագրում, այլև համակարգային լուծումներ գյուղատնտեսության կայուն զարգացման ու գյուղական կյանքի պահպանման հետի։ Շուշ 69 տարեկան բնակիչ Հայկ Անուշ Հակոբյանը 2020 թվականի 44-օրյա կռվանը ետը տեղահանվելա Կոտայքի Աբովյան քաղաք։ Ինքը պատմավեր ընտանիքը սկզբում նորմալ արյալը պրելիս, բայց փսանուրյանց թողալա ու 3 անչափահաս խոխորձնի հետ ստիպված ելա տեղափոխվին Պարիկամի տոնը ու հետո Վարձավ Կիսավեր տոնը քեցալ ամսական 110,000 դրամ վարձ ու 50,000 դրամ հոսանքի հետի։ Հայկ Անուշը նշում ավեր անմխիթար վիճակը բացահայտվալ այն վխտեն, վեր պարզվալավեր առանց հյուրան համաձայնության 10 միլիոն դրամի հավաստագիրն հատկացրալ Արցախ օկուպացված շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրին հետի։ Ինքը փորձելիս հրաժարվեց ծրագրից օգտվել նորից, բայց ապարդյու Դադան բնակվարձն էլ չի կարում ստանա։ Ես թոշակառում թորներս էլ անչափահաս պիտի ստնենք, բայց վեշին պես ստացալ չնք ասալա Հայկ Անուշը ցավակցելով նաև պետական կառույցների ռոբոտացած ու ոչ սերտացավ վերաբերմունքի հետի։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում գտնվող Լևի մարզադաշտում անցկացված Super Bowl Halftime շոուի վխտեն պուերտորիկացի րեպեր Գրեմի 2026 թվականի մրցանակակիր Bad Bunny-ին կատարալա Մոնակո ստեղծագործությունը շտեղօգտագործվալա Շարլ Ազնավուրի հանրահայտ եղանկող երգին հատվածը։ Եղանկող 3 նորից ֆրանսիահայ շանսոնիե Շարլ Ազնավուրի ամենահայտնի հիթերից մինն է, ինքը կիրել է 1964 թվականին Ժորժ Գարվարենցինը հետ համատեղ։ Հայկական խոհանոցը հարուստա յուրահատուկ ուտեստներ է, որոնցից մինը յուղություն արդեն դարեր շարունակ մծ տարածումն է յուրապարզությունով ու համեղությունով։ Յուղությունը ավելի քան առօրյական ուտեստ է, սարքվում է ջուի, կաթի, շաքարի կամ աղի համադրությունով ու համարվում է հայ ընտանիքի առավոտյան սեղանին անբաժանելի մասնիկը։ Այս ուտեստը համ սննդարար է, համ էլ դաստիարակչական առաքելություն ունի։ Շուշուտ սվրցնում պատրաստել է խոխորձը, փոխանցելով հայկական խոհանոցի ավանդույթներն սերնդեսերունդ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։